Լեզվի պետական տեսչության եւ ռադիոյի հեռուստաընկերությունների միջև երկկա փոխհարաբերությունը մակարդակը բավարարում է արդյոք։ Չէ, ինչ չի բավարարում, այդ ամենացավոտ հարցն է մեզանում։ Ճիշտն ասած, չեն կարող նայել հայկական հեռուստաընկերությունների եթերը։ Հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը ու անկախությունը, տենց բան կա։ Կա, իհարկե կա։ Ոնց է գնահատում այսօրվա հեռուստատեսության ազատությունը եւ անկախությունը։ Եկեք ներողություն, գնահատականը չի տա։ Ներողություն, եկեք կոմենտար, գնահատականն է։ Հարցը տրված է պատասխան։ Բարդ է, անելիք կա, մենք չէ, ճամփա ունենք երկար անցնելու այդ ոլորտը։ Ինչ եք կարծում ԱՄԵԿ+-ին եթե չտրամադրելը քաղաքական խնդիր է, թե օրենքի հետ կապված։ Կարելի է ես այդ կարծիքը չբարձրաձայնեմ, ինքս ինձ կեղծել չեմ ուզում։ Ճիշտ ասում։ Ճիշտ է։ Դուք հանձնաժողովի անդամ եք ապագայում։ Եթե դուք չեք ուզում պատասխանել, ասեք չէ։ Դա քաղաքական է, թե որևիցե ինչ-որ օրենքի հետ կապված։ Ես չեմ ուսումնասիրել նրանց փաստաթղթերը, որ Ես ձեր կարծիքն եմ ուզում։ քանի որ պահանջներ ա ներկայացվում տեխնիկական զինվածության մասին, բիզնես ծրագրի իրատեսական մասին, ուզում եմ ասեմ, ես տեղյակ չեմ, ինչ են իրենք ներկայացրել։ Իսկ իմ ցանկությունը չէ։ Անոր տեղյակ չեմ կարող կարծիք հայտնել։ Կուզեմ եթերում տեսնել բազմակարծիքություն անշուշտ։ Հիմա ես կշեմ, որ բարի։ Հարցես, համեցեք ինձ։ Մեկ վարքան։ Դուք Կորյուն Արարատյան։ Լսա։ Դուք տարիներ շարունակ եղել եք ազգային միաբանության կուսակցության շարքերում, ճիշտ է։ Իսկ այն ժամանակ, երբ որ ազգային միաբանությունն անդիմություն էր, դուք նույնպես գնահատում եք հանրային հեռուստատեսության եւ մնացած հեռուստատեսության անաչառությունը որպես բարձր։ Ես այդ նման բան չասեցի։ Դուք ասացիք, որ հիմնականում բավարարված եք հանրային հեռուստատեսության։ Ես հիմնականում Այն ժամանակ բավարարված եք։ Ուրեմն այն ժամանակ էլ ենք բավարարված, բայց այդ չէր նշանակում, որ ես այստեղից էլ, Արմենիայից էլ, այստեղ այդ հարցերը շատ քննարկվում ժամանակ եւ ազգային ժողովի դահլիճում որ նմանատիպ հարցեր են քննարկվել, ես շատ սուր հարցեր եմ բարձրացրել։ Տարիներ շարունակ եղել եք ազգային միաբանության կուսակցության ղեկավար անդամներից մեկը, ճիշտ է։ Մեկ օր առաջ դիմում տալուց առաջ դուք դուրս եք եկել, ճիշտ է։ Հա, եւ ունեցել եք լավ այն բանը, որ տարիներ շարունակ եղել եք այդ կուսակցությունում եւ ղեկավար պաշտոններում, նշանակում է, որ դուք լավ բարեդրացական հարաբերություններ եք ունեցել, ճիշտ է։ Ոնց եք կարողանալու հետագայում համատեղել ձեր աշխատանքը, ձեր բարեդրացական աշխատանք կյանքի անցած ուղու հետ։ Ես հասկացած եմ հարցը, ես նախապես իմացել եմ, որ հեռուստատեսության քանի որ իմ նախասիրությունների ինձ ամոթ աշխատանք է, եւ ես պաստորեն ինձ համարել եմ պատրաստ այս աշխատանքին, դրա համար ես դիմել եմ։ Իսկ եթե օրենքը պահանջում էր, որ իմ ցանկությունները իրականացնելու համար ես պետք է դուրս գամ ղեկավար մարմնից, ես չեմ կարծում, թե ես ազգային միաբանությունում անփոխարինելի մարդ եմ եւ ոչ ոք չի կարող ինձ փոխարինել որպես փոխնախագահ։ Պարոն Քոթանյան, կարող եք ասել, համապատասխան օրենքի պահանջները կատարում են այսօրվա մեր հեռուստաընկերությունները։ Ամբողջովին ոչ։ Հանրային հեռուստատեսությունը այսօր բազմակարծությունը ապահովում է, թե ոչ։ Այո կամ ոչ։ Գիտեք ինչ կա։ Ինչ թվում է վերջերս սկսել է բավականին ձևով։ Վերջերս երբ։ Երբ մի տարի կես ես բավականին փոփոխություն եմ ասում, բայց 100% էլ եմ ասում, ասել որ դեռևս ապահովում է ոչ մի հեռուստաընկերություն չի ապահովում։ Հանրային դերը կատարել է թվում է, որպես հանրային հեռուստատեսությունը դերը սկսել է կատարել եւ լիարժեք կատարել է։ Ձեր արժանինքս Մեր հաղորդումներում գաղտնիք չէ թուրքերին, ադրբեջանցիներին վերաբերող շատ հաղորդումներ Վարչարության սահմանները լրիվ անցնում են։ Ուզեի ձեր պատկերացումը դա սահմանների խախտում է, թե օրենքի խախտում է բարոյական։ Չէ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, եթե օրենքին նայել, կարող պիտի պահել, բայց նաև կա ուրիշ կա։ Եթե դա պատշաճության սահմաններում է, ես թվում է կարելի է ազգայնական պարամենային դրս բարդ հարց է, բայց մենք ունենք նաև ազգային արժանապատվություն, դա է մեր հաղորդումները։
Ինչ եք կարծում, A1+-ին եթեր չտրամադրելը քաղաքական որոշում էր, թե ոչ։ Ձեր կարծիքն է ուզում։ Այսպես էլի չես կարող ասել, որովհետև դու ծանոթ չես այսին կոնկրետի։ Ես ձեր կարծիքն եմ ասում։ Որպես քաղաքացի Հայաստանի Հանրապետություն։ Քաղաքական նկատառում է, թե տնտեսական նկատառում է, բոլոր դեպքերում ցանկալի երևույթ չէ։ Ինչ է ցանկալի։ Հանրապես որևէ հեռուստաալիքի արգելում։ Չափորոշիչներից ելնելով է եթերը մերժվել, թե քաղաքական միտումներից ելնելով։ Ձեր կարծիքը ընդհանուր։ Չէ, ես չեմ կարող կոնկրետ ասել։ Գոյություն ունի ինտերնետ։ Այո։ Գոյություն ունեն ինտերնետային տարբեր կայքեր։ Այսօր A1+-ի կայքը ապահովում է բավականին մեծ մուտք։ Այո։ Չեք կարծում, որ դա նաև չափորոշիչ է, որ նման ալիք հանրությունը պահանջ ունի նման ալիք ունենալու։ Գիտեք, ինչ հանրության պահանջը իհարկե պետք է հաշվի առնել։ Զուտ իմ անձնական կարծիքն է, կարող եք համաձայնել, կարող եք չհամաձայնել։ Բայց եթե հանրության պահանջներին մենք բոլորին կարողանանք դուրք տալ, ինձ թվում է ոչինչի չի։ Ես դարձյալ ուզում եմ կրկնել ժառանգության ներկայացուցիչ։ Ես ամեներին չեմ ողջունում հեռուստաալիքի փակում ցանկացած։ Դուք մեկը չեն ամենն եք, չէ՞։ Ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը ԱԼՄ հեռուստաընկերության հաղորդումների մասին, մասնավորապես ուրբաթ օրերը երկժամանած ռուսերեն նասամնդրել է հաղորդումների թարգմանել։ Ես ասեմ, ուզում եմ անկեղծ պատասխանեմ էլի հարցին, շատ հազվադեպ եմ կոճակը ԱԼՄ-ի վրա փոխում։ Ինչ եք կարծում, A1-ին եթեր չտրամադրելը քաղաքական որոշում է, թե ոչ։ Ես պատասխանեմ որպես իրավաբան։ Չէ, ես պետք է որպես ես եմ իրավաբան, ես պետք է որպես քաղաքացի։ Որպես քաղաքացի իմ կարծիքով, եթե կա պետություն, եթե ինչ-որ պետությունը պատասխանություն է ստանում ինչ-որ քաղաքական ուժ եւ իշխանությունը իր ձեռքում է, ցանկացած որոշում քաղաքական որոշում պետք է լինի, չնայած ես քաղաքական բառը չեմ սիրում, այստեղ միշտ աշխատում օգտագործել պետական մոտեցում, պետական որոշում։ Ցանկացած որոշում, եթե ղեկավարությունը կայացնում է գործով, դա քաղաքական որոշում։ Ես ուզում եմ պարոն Սիմոնյան ձերքից խլել իր զենքը եւ ձեզ հարց տալ A1-ի մասին։ Հիմքով դադարեցվեց եւ ինչի հեռարձակման լիցենզիա չտրվեց։ Երևի այնուամենայնիվ ճիշտ կլիներ միգուցե մի քիչ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ, որպեսզի ակնհայտ օպոզիցիոն հեռուստաալիքը շարունակեր որոշ ժամանակ։ Ես բավարարված եմ, շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան, ձեր Այ դուք պետք է վերահսկեք, չէ՞, հետագայում հեռուստատեսության գործունեությունը։ Հիմա ընդդիմության որևիցե հավաքից կամ որևիցե միջոցառումից տեղեկությունները, ասենք, լրատվական մասում կազմում են երևի 1 կամ 2%։ Հետագայում նման դեպքերում ինչ քայլեր եք ձեռնարկելու, որպես ռայաանդամ։ Ինչ եք անում։ Եթե անկեղծ ասեմ, այս բանը չգիտեմ։ Իր անաչառությամբ, իր լրատվական մասով, բազմակողմանի լուսաբանվում ամեն ինչ։ Չեմ կարծում, որովհետև որպես դաշտի մարդ եմ, ասում, նաև գործի բերումով որտեղ արդեն մի քիչ բան է, մեկը մյուսին խանգարում է երևի, մասնագիտական քաղաքացիական ընկալումներին, բայց ասենք նաև գործի բերումով, մասնագիտական բնականաբար բոլոր լրատվական հաղորդումները հեռուստատեսությամբ նայում եմ, իհարկե ռադիո հաղորդումներն չէի ասի, որ սպասման կարծություն կա։